Գնեք Townhouse օգտվեք եկամտահարկից։ Argo Realty-ի նոր նախագիծը Պտղնիի կենտրոնում է։ Պտղնի Garden նորաոճ թաղամասը բաղկացած է 10 Townhouse-ից եւ սպասում է իր տերերին, ընդ որում 5-ի դեպքում գործում է նաեւ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Այս թաղամասից Երևանի կենտրոն 10 կիլոմետր է, որը հնարավոր է հասնել ընդամենը 20 րոպեում։ Գործում է նաեւ քաղաքային տրանսպորտ, հարևանությամբ նաեւ խանութներ, սուպերմարկետներ, այլ ենթակառուցվածքներ կան։ Townhouse-ները սկսվում են 54 միլիոն 500 հազար դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը Unibank-ն է։ 0% տոկոսադրույքով ձեռք բերեք բնակարան Նոր Քմարաշում։ Ընտրեք տարաժամկետ վճարման տարբերակը եւ օգտվեք բացառիկ առաջարկից։ Ավրորա բնակելի համալիրում ինտենսիվ շինաշխատանքները շարունակվում են։ Կառուցվում է 3-րդ բնակելի հարկը։ Այս նորակառույցն առանձնանում է մի կողմից իր ճարտարապետական լուծումներով, մյուս կողմից դեպի քաղաք նայող հիասքանչ տեսարանով։ Կառուցապատող Ասաշին ընկերությունը գործի է դնում հնարավոր բոլոր միջոցները, ապահովելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Ավրորայում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 620 հազար դրամից։ 0% կանխավճար եւ դուք կունենաք բնակարան Դավթաշենի 4-րդ թաղամասում։ Կառուցապատող Պավիլիոն գրուպն առաջարկում է տարաժամկետ վճարման ճկուն համակարգ։ 20% ազատ գրաֆիկով կարող եք վճարել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, մնացած 80%-ը բնակարանը ստանալիս։ Double Towers բնակելի համալիրի շինհրապարակում գործը կանգ չի առնում։ Շինարարներն արդեն կառուցում են 8-րդ բնակելի հարկը։ Յուրօրինակ լուծումներով աչքի ընկնող այս նորակառույցում բոլոր բնակարանները մինչև ապրիլի 7-ը զեղչվել են 20 հազար դրամով։ Ավելին, ընտրեք 108 քառակուսի մետր մակերեսով 3 սենյականոց բնակարան եւ -2 հարկում ստացեք ավտոկայանատեղին նվեր։ Double Towers-ն իր բոլոր ենթակառուցվածքներով պատրաստ է լինելու 2026-ի աշնանը։ Տարաժամկետ վճարման բացառիկ պայմաններ է առաջարկում նաև Արաբկիրում կառուցվող Parkline բնակելի համալիրը։ Բաժանեք տան արժեքը 4 մասի եւ մինչև կառուցման ավարտը հավասարաչափ վճարեք գումարի 25%-ը։ Մինչև ապրիլի 7-ը բնակարան ձեռք բերելու դեպքում օգտվեք նաև յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 20 հազար դրամ հատուկ զեղչից։ Parkline-ն ունենալու է 3 ստորգետնյա եւ 16 վերգետնյա հարկեր։ Այս պահին կառուցվում է 2-րդ բնակելի հարկը։ Արկա են 2-ից 3 սենյականոց 53-ից մինչև 100 քառակուսի մետր մակերեսով հաշված բնակարաններ։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ամերիա բանկն է։ Ավանում կառուցվող Աճարյան 2/1 բնակելի համալիրում վերջին 5 բնակարանները սպասում են իրենց գնորդներին։ Հաշված ամիսներ եւ իր բոլոր ենթակառուցվածքներով այս նորակառույցը կհանձնվի շահագործման։ 2 մասնաշենքում միաժամանակ ակտիվ շինարարություն է։ Երեսպատմանը զուգահեռ նաև ներքին հարդարման աշխատանքներն են իրականացվում։ Աճարյան 2/1-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև Պաշտպանության նախարարության մատչելի բնակարան զինծառայողներին պետական աջակցության ծրագրով ստանալ մինչև 2.5 միլիոն դրամ կանխավճար եւ 5%-ի սուբսիդավորում։ 410 հազար դրամ մեկնարկային զեղչված արժեքով բնակարաններ Շեն տանիք բնակելի համալիրում։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով Fast բանկի վարկավորմամբ շտապ եք ընտրել 55-ից մինչև 116 քառակուսի մետր մակերեսով 2-ից 4 սենյականոց բնակարաններ։ Այս նորաոճ համալիրը կառուցվում է Ավանում Gold's Gym-ի դիմաց։ Այս պահին ստորգետնյա ավտոկայանատեղիներն են կառուցվում։ Շինհրապարակում ավելի քան 50 հոգանոց թիմ է աշխատում։ Շեն տանիքը նախատեսվում է շուրջ 270 ընտանիքի համար։ Կառուցապատողը նախատեսում է շենքը շահագործման հանձնել 3 տարում։ Աշտարակում Երևանյան 2/10 հասցեում կառուցվող աշտարակյան աշտարակներ բնակելի համալիրում եկամտային հարկի վերադարձի եւ մատչելի բնակարան զինծառայողներին պետական աջակցության ծրագրերով շտապ եք ձեռք բերել բնակարան 1 քառակուսի մետրը սկսած 350 հազար դրամ զեղչված արժեքով։ Կառուցապատողը 1SQ Argo ընկերությունն է, շինարարը Բաղրամյան շինը։ Բնակելի համալիրը բաղկացած է 15 եւ 16 հարկանի 2 միանման մասնաշենքից։ Տարածքի ընդհանուր մակերեսն ավելի քան 4700 քառակուսի մետր է։ Արկա են 37.4-ից մինչև 170 քառակուսի մետր մակերեսով 2-ից 4 սենյականոց բնակարաններ։ Նախագծի ֆինանսական գործընկեր Նևոկա բանկն է։
Մոնթեմելքոնյան բնակելի համալիրում ակտիվորեն շարունակվում են երեսպատման, ներքին հարդարման աշխատանքները։ Հաշված ամիսներ եւ այս բնակելի համալիրում բնակարանամուտ կտոնի 239 ընտանիք։ Շինարարական աշխատանքներն ավարտելուն պես կառուցապատողը փաստաթղթերը սահմանված կարգով կներկայացնի քաղաքային իշխանությանը ավարտական ակտ եւ շահագործման թույլտվություն ստանալու համար։ Այս գործընթացին կհաջորդի բնակիչների հետ փոխանցման ակտերի ստորագրման գործընթացը։